Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվ այսպես Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում շարունակում է իրավիճակը լարված մնալ, այն բանից հետո, երբ ձերբակալվեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Գալստանյանը եւ նրա գլխավորած շարժման 1 տասնյակից ավելի անդամներ, գրքերը ավելի բորբոքվեցին։ Նախորդին հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է հարուցվել նաեւ մեկ այլ ազդեցիկ հոգեվորականի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հեղաշրջման կոչի առթիվ։ Քրեական վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։ Այսօր առավոտյան քննչական կոմիտեն հայտնել է, որ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական ու վարույթային գործողություններ։ Նշեմ, որ առավոտյան տեղեկություն հայտնվեց, որ մոտ 30 դիմակավորված անձինք են մտել Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրավապանները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում եւ Մայրաթոռում այսօր ամբողջ օրը Մայրաթոռի տարածքում իրավիճակը լարված էր, քաշքշոցներ էին տեղի ունենում հոգեվորականների եւ ուժայինների միջեւ։ Օրվա ընթացքում ուժայինները փորձում էին բերման ենթարկել Աջապահյանին, սակայն հետ կանգնեցին իրենց մտադրությունից եւ ԱԱԾ ներկայացուցիչները հեռացան Մայրաթոռից։ Քիչ առաջ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշում է հետեւյալը. Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի Գևորգ Աջապահյանի նկատմամբ հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել, հայտնում է ԱԱԾ-ն։ Այդ կապակցությամբ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։ Որոշման իրագործումը հանձնարարվել է Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Գևորգ Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից ու ներկայանալ իրեն սպասող ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ Ռուսաստանցի գործարար Տաշիր գրուպ ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը շարունակում է կալանավայրից բաց նամակներ հղել հայաստանյան հանրությանը, որոնք իրենց մեջ պարունակում են նաև որոշակի քաղաքական ծրագրային դրույթներ ու քննադատություն իշխանության քաղաքականությանը։ Այսօր նա նույնպես հերթական բաց նամակն է հղել հայաստանյան հանրությանը, որտեղ նշել է հետևյալը. Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն, գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տահասություն, շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից։ Ձգտելով դրան, երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե մրմռացնեն գլխավոր դաշնակցին։ Սկսեցին գոռալ Եվրոպայի միություն, առանց հասկանալու, որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում։ Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայաթեցման սցենարը, չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու։ Խաղաղություն մուրալով ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նոր
նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելը։ Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված եւս 3 միլիոն փախստական։ Այս իրավիճակին զուգահեռ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում եւ փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են։ Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները։ Այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը եւ ազնվությունը։ Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը։ Ամենտեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի։ Մենք միասին մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը, պայքարելու ենք, նշում է Սամվել Կարապետյանը։ Իդեպ Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը գործարարը չի ընդունում այն։ Այժմ կզրուցեմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սուրհանդակներ եք ուղարկում Մոսկվա, խնդրելով, ապացուցելով, որ չէ, մենք չենք լքել ձեզ, մենք չենք խաբել ձեզ, մենք ձեր լավ դաշնակից ենք։ Իսկ միգուցե տրվի նաև սուրհանդակների անունները, իսկ միգուցե բերվի գետ մեկ օրինակ, որտեղ որ մենք չենք կատարել մեր դաշնակցային պարտավորությունը, իսկ միգուցե ավելի հստակեցվի այս տեքստը քաղաքականությամբ զբաղվող մարդու տեքստ է, թե ոչ, եւ ես խիստ կասկածում եմ, որ այն վայրում, որտեղ որ պահվում է Սամվել Կարապետյանը, այնտեղից նման մտքեր գեներացնի հենց ինքը, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր անում են այս ամեն ինչը, առաջինը հենց արջի ծառայություն են մատուցում Սամվել Կարապետյանին, որովհետև գիտեք, այս համընդհանուր ակտիվ, նաև քաղաքական անհասկանալի շատ հաճախ խառնաշփոթի մեջ բավական շատ են այն կենտրոնները, որ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ եւ նրանց համար բացարձակեական չի գործիչների, որ հատվածին փուրը կտան, որ հատվածին միանգամից կկործանեն, որ հատվածին կդարձնեն գործիք, որ հատվածին կդարձնեն տերորիստ եւ այսպես շարունակ։ Եվ ես խնդրում եմ եւ կարծում եմ, որ տվյալ իրավիճակում ողջամիտ պահվածքը դա սառնասիրտ պահվածքն է եւ ցավոք սրտի մենք ականատես ենք լինում այնպիսի իրադարձությունների, ինչը չափազանց դժվար էր կանխատեսել ցավոք սրտի եւ այս ողջ քաղաքական եւ ապա պետական գործունեությունը, որ ծավալում է մեր ընդդիմությունը, նաև հիմա որդեգրելով գործելա ոչ, երբ տանում են բախտախնդրության մարդկանց, ովքեր որ քաղաքականության հետ բացարձակ կապ չունեն, ելքը լինելու է այն, ինչ եղել է 21 թվականին, ինչ եղել է 18 թվականին, եւ կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Կարծում եք Սամվել Կարապետյանը Ռուսաստանի գլուխն է Լվանում։ Ես գիտեք, կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը ինքը եթե սկսել է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ապա անհասկանալի է, թե ինչու էին 10-15 օր առաջ նրա ամբողջ շրջապատը հերքում դա եւ ասում, որ այդ արտահայտությունը քաղաքական գործունեության հետ որևէ կապ չունի եւ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ համոզել են, որ երկքաղաքացի հանդիսացող մարդը կարող է նաև պետության ղեկավարման հետ կապված գործունեություն ծավալել, նրանք ուղղակի չեն գիտակցում, թե ինչ իրավիճակում է գտնում Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ուզում, որ մենք այս process-ի ընթացքում կենտրոնանանք անհատ անձերի վրա,
Սա մի ողջ գործընթացի շարունակություն է, որը սկսվել է բավականին վաղ, եւ եթե դուք տեսնեք, թե այսօր ովքեր են գլխավոր դերակատարները, որպես ընդդիմություն եւ որպես հրահրողներ եւ որպես շիկացնողներ, դուք կտեսնեք, որ դրանք այն մարդիկ են, ովքեր որ հեղափոխության հենց հաջորդ օրը 2018 թվականի մայիսի 9-ից հետո պայքարն են այս իշխանությունների դեմ, մեր դեմ, եւ այդ պայքարի ընթացքում իրենք պատրաստ են եղել ցանկացած սրբապղծության, անգամ նրանք կանգ չառան իրենց ձախողումների առջև եւ որոշեցին հոգեվորականների ներքաշել այս քաղաքական process-ի մեջ, պղծելով նաեւ մեր հոգեվորականների սուրբ գործունեությունը, որ նրանք ծավալել են, եւ ես չափազանց մեծ ցավով եմ ուզում արձանագրել այս իրավիճակը, եւ այսօր վաղ առավոտյանից մենք բոլորս հետևում ենք այն գործընթացին, որ տեղի ունենում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում, եւ ես անկեղծորեն շատ մեծ ցավ եմ ապրում այդ ամեն վարքյան այդ կադրերը տեսնելուց եւ չափազանց հակասական զգացումներ եմ ունենում եւ նաեւ տեսել եմ այնտեղ ինձ հարազատ բազմաթիվ մարդկանց, նաեւ հոգեվորականների շրջանում, ում հետ որ ես շփումներ եմ ունեցել եւ շատ մեծ անկեղծորեն շատ մեծ ցավ եմ ապրում այս իրավիճակի համար, բայց ես ինքս ինձ հարց եմ տալիս։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Միքայել Աճապահյանին, նա արել է այդպիսի բան, թե չէ, եւ պատասխանը շատ հստակ է, այո, նա արել է այդպիսի արտահայտություններ, քրեորեն հետապնդելի արտահայտություններ, ցավոք սրտի, եւ քաջ գիտակցելով, որ այդ արտահայտությունները հետևանք են ունենալու, գնացել է Մայրաթոր եւ թաքնվել է այնտեղ հոգեվորականների մեր սուրբ գործունեություն ծավալող հոգեվորականների թիկունքում եւ փորձում են ինչ-որ բան հրահրել եւ փառք Աստծո, որ ազգային անվտանգության ծառայությունը ես իմացա, որ քիչ առաջ այնտեղից դուրս է եկել եւ թույլ չի տվել, որպիսի բախում լինի, բայց գիտեք, փաստորեն մեր հոգեվոր դասի ներկայացուցիչները պատրաստ են եղել բախման, աներևակայելի իրավիճակ է եւ անլսելի եւ անպատկերացնելի իրավիճակ է, երբ խաղաղության որպես խաղաղության աղավնի հանդես են գալիս ուժային կառույցները, ոչ թե հոգեվորականներ, այս ուժային կառույցները իրենք են չտանելով փորձում են չսրել իրավիճակը, բայց ես ինչքան էլ ցավը մեծ լինի եւ զգացումները հակասական լինեն, մենք պետքա ճշմարտության մասին խոսանք եւ ես մեզնից երևի ոչ մեկ ինչ-որ տարիներ առաջ չէր պատկերացնի, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, բայց ես եւս մեկ անգամ հարց եմ տալիս։ Առաջին եւ գլխավոր հարցը հետեւյալն է. մեր հոգեվոր հայրերը, մարդիկ, ովքեր որ կուսակրոնության ուխտ են տվել եւ հոգեվոր գործունեություն են ծավալել, առաջնորդել են մեզ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, որպես իրենց հոտ, խախտել են կուսակրոնության ուխտը, թե ոչ, խաբել են իրենց հոտին, թե ոչ, եւ վերադառնալով այսօրվա իրադարձություններին եւս մեկ հարց եմ տալիս։ Օրինակ ինչի մեջ է մեղադրվում Միքայել Սրբազանը, հեղաշրջման կոչերի եւ այլն, չէ՞, հեղաշրջման փորձի կոչերի եւ այլն։ Նա արել է այդպիսի արտահայտություններ, թե ոչ, եւ երկու դեպքում էլ պատասխանը հստակ է։ Գիտեք, չափազանց տարակուսելի է, երբ մի օր ձերբակալվում է հոգեվորական կամ սառեցված հոգեվորական երբեմնի Սրբազան, որը փաստորեն ռազմական բախման էր տանում ժողովրդին, որը փաստորեն այն ժողովրդին, որին որ ամեն օր առաջնորդել է եւ սիրո
եւ համերաշխության կոչ է արել, անվանում է էշ, անասուն։ Պարոն Հակոբյան, տեսեք, նույն օրինակ Սամվել Կարապետյանի եղբայրը գնացել է Էջմիածին, ասում է, որ Սուրբ Էջմիածինը քրեական տարածք չէ, որ գան ու փորձեն մարդ ձերբակալել։ Արամ Վարդավանյանը, փաստաբան Ռոբերտ Քոչյանի ասում է, որ ես համոզված եմ իրավապանների մեջ էլ կան մարդիկ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են եւ ունեն կարմիր գծեր, որոնք չեն հատի։ Այսինքն, եթե ենթադրյալ հանցագործը մայրաթորի տարածքում է կամ մայրաթորից է, ուրեմն իրեն չպիտի կպնել։ Գիտեք, ամենամեծ ցավը այս ամեն ինչի մեջ նա էր, որ Միքայել Աճապահյանը տեղյակ լինելով, որ ինչ գործընթաց process է իրեն սպառնում, գնացել է մայրաթոր եւ փաստորեն նրանք փորձել են հրահրել բախումներ։ Այդ արտահայտությունը, որ արել են տվյալ մարդիկ, Սամվել Կարապետյանի եղբայրը եւ Արամ Վարդավանյանը, ես երկրորդում եմ իրենց եւ ասում եմ, որ այո, Էջմիածինը, Վեհարանը, Մայրաթորը մեր սրբություններն են եւ իհարկե դրանք այդպիսի վայրեր չեն եւ իհարկե թե այնտեղ գտնվող ուժային կառույցների ներկայացուցիչները, թե իշխանության ներկայացուցիչները, թե իրենք, մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, բայց ես հարց եմ հիմա տալիս։ Խոսքը գնում է կոնկրետ անձի մասին։ Անձի անունը Միքայել Աճապահյանն է։ Միքայել Աճապահյանը արել է արտահայտություն։ Այդ արտահայտությունը քրեորեն հետապնդելի է, թե ոչ։ Դա մասին չեն խոսում։ Եթե այդ արտահայտությունը քրեորեն հետապնդելի է, ապա պետք է Միքայել Աճապահյանը, որ ունի հասարակության հոգևոր դասի մեջ կարգավիճակ, այդ կարգավիճակը մեղմ ասած զրոյացնի նրա արտահայտությունների պատասխանատվությունը եւ հետևանքը։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Եվ նման արտահայտություն անող մարդը, երբ որ դա արդեն տարիներ շարունակ է անում, տարիներ շարունակ նրանք ինչ ուզես ասում են, ինչ ուզես խոսում են, պետության ղեկավարին ինչ ասես անվանում են, մեզ ինչ ասես անվանում են, որպես պետության ղեկավարի թիմակիցներ, այդ ծայրաստիճան անպատասխանատու պահվածքը քրեորեն պատժելի է, թե չէ։ Եթե քրեորեն պատժելի է, ուրեմն ուժային կառույցները գնում են տվյալ անձի հետևից։ Հիմա գնալով տվյալ անձի հետևից, փաստորեն մենք ունենք իրավիճակ, երբ անձը իր պաշտպանության համար կարող է հարյուրավոր ուրիշ մարդկանց վտանգել, մտցնել էս չափազանց նվաստ process-ի մեջ, որ նրանք սկսել են եւ սարքել կենթանի վահան մնացած հոգեվորականներին, որում ես ուզում եմ ասել, որ այդ հոգեվորականների մեջ իրենց երթումը սրբորեն կատարող մարդիկ կան, ում ես շատ հարգում եմ եւ ես շատ ցավում եմ, որ այդ մարդիկ նաեւ ստիպված հայտնվել են այս իրավիճակում։ Բայց չստացվեց Բերման ենթարկել Աճապահյանը։ Ես գիտեք չստացվեց բառը տեղին չի, որովհետեւ ես իհարկե չգիտեմ կոնկրետ ինչ է կատարվել, բայց ես վստահ եմ, որ նաև այն մարդիկ, ովքեր որ հրամաններ են տալիս, նրանք եւս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ոչ մի կերպ չէին կարող թույլ տալ, որ որևէ հոգևորականի որևէ բան, որևէ հոգևորականի նույնիսկ ինչ որ գործողություն կատարվի հոգևորականի նկատմամբ, որը որ ոչինչ չի արել եւ որևէ պատասխանատվություն չունի եւ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ, ես կարծում եմ հաշվի առնելով այս հանգամանքը ուժային կառույցների ներկայացուցիչները իրենց պարտքն են համարել, նաև հրաման տվողները կարծում եմ, որ իրավիճակը մեղմվի, բայց այստեղ ոչինչ չի փոխվելու։ Միքայել Աճապահյանը պետք է իհարկե ներկայանա
եւ պետք է բացատրություններ տա, ես կարծում եմ, ես շատ կցանկանամ, որ այն արտահայտությունները, որ նա արել է, դրանք լինեն ուղղակի արտահայտություններ եւ չպարզվի, որ երեկվա դեպքերի հետ կապ ունեն, այսինքն Բագրատ Գալստանյանը, որ որոշել էր ժողովրդին տանել բախման, կապ ունի նաեւ Շիրակի թեմի առաջնորդը, ես մեծ հավատամք ունեմ, որ դա այդպես չի եւ շատ մեծ ցավ կապրեմ, երբ իմանամ, որ այս երկու գործընթացները կոնկրետ բախման տանելու եւ ժողովրդին գյուլելու, ինչպես իրենք էին ասում, գործընթացները փոխկապակցված են։ Նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ երեք այդ ձայնագրությունների մեջ կային հատվածներ, որտեղ որ Բագրատ Գալստանյանը խոսում էր գյուլելու մասին, այնուհետև ծնողներին փոխհատուցում տալու մասին։ Ասում էր ուրախ կլինեն։ Այո, եւ ասում էր, որ այն ծնողներում զավակը որ զոհվի, հետո փոխհատուցում տրվի, իրենք ուրախ կլինեն դրա համար եւ խոսքի ընթացքում ժողովրդին մի քանի անգամ անվանեց էշ, անասուն եւ սա իմ ուղեղում անկեղծ ասած չի տեղավորվում, որովհետև այս 6-7 տարիների ընթացքում, որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, ես ամենատարբեր մարդկանց եմ տեսել, որ են իշխանության հասնելու համար պատրաստ են ցանկացած լկտիության, ցանկացած սանձարձակության, ցանկացած ամենավատ բանին, որ դուք կարող եք պատկերացնել, բայց եթե դա անում է քաղաքական գործիչը, ով որ adekvatության հետ խնդիր ունի, ով որ չունի որևէ կարմիր գծեր, ով որ սրբապիղծ է, ով որ հանցագործ է, ով որ մարդասպան է, ով որ ահաբեկչություն կազմակերպող է, դա մի բան է, բայց երբ որ դա անում է մի մարդ, որը ընդամենը ամիսներ առաջ հոգևորական էր, սրբազան էր եւ դեռևս սառեցված չէր, ես հրաժարվում եմ ընդունել սա եւ ես կարծում եմ, որ մենք ինչ-որ պահի որպես հասարակություն օտարվել ենք եկեղեցուց եւ եկեղեցու սպասավորներն էլ օտարվել են, շատերը օտարվել են իրենց հավատամքից։ Կարծում եմ նաեւ խնդիրը շատ ավելի խորքային է, քան զուտ դիտարկենք Աջապահյանին, Գարեգին II-ին կամ Բագրատ Գալստանյանին։ Դուք հիշեցիք, ասացիք հոգեվորականներ, որոնց հետևում թաքնվում է այսօր Աջապահյանը Մայրաթոռում, այո, այնտեղ կային բազում հոգեվորականներ։ Տեսեք, հիմա Աջապահյանը կանցնի իրավական process-ով, Գալստանյանը կանցնի, կապացուցվի, ինչ կլինի, դա իրավական գործընթաց է թող լինի, կամ Գարեգին II-ը կգնա, ինչ կլինի։ Բայց խնդիրը, որ հոգևոր դասը, հոգևոր այն շրջանակը, որը քիչ չէր, որ հավաքվել էր, պաշտպանում է, ջատագովում է հակաօրինականությունը։ Մարդկանց կոնկրետ խմբի օրենքից դուրս լինելու եւ պետության իրավական կառուցակարգին չեն թարգվելու մոտեցումն է պաշտպանում։ Հիմա հարց. Աջապահյանին, Գալստանյանին կդատեն, թե կապացուցվի, որ անմեղ են, ինչ ուզում են լինել, այդ հոգեվորականները շարունակելու են, չէ՞ ծառայել, իսկ ու շփվել ժողովրդի հետ։ Ոնց է շփվելու, բա որ այդ ժողովուրդը պատտվի ասի, որ ես հակա իրավականություն պաշտպանող անասունին հոգևորական չեմ դիտարկում, դա ինձ նույն չէ լինելու։ Ես խնդրում եմ ձեզ եւ նաեւ բոլորին եւ նաեւ ինքս ինձ, որպիսի եկեղեցու նախ մենք եկեղեցին չնույնացնենք անձերի հետ, չնույնացնենք, ուղղակի չի կարելի այդպիսի բան անել։ Երկրորդը ես միշտ իմ բոլոր շփումներում հստակ ասում եմ, որ մենք մեր գնահատականներում եկեղեցու հանդեպ պետք է լինենք բավականին զուսպ, բայց ցավոք սրտի այն գնահատականները, որ դուք հնչեցրեցիք, շատ հաճախ նաև մենք լսում ենք մեր հանրությունից։ Օրինակ, ես ինչու եմ նշում եւ դուք էլ դա գիտեք, որ մենք ունենք բազմաթիվ ազնվագույն հոգեվորականներ, ազնվագույն, ուղղակի ազնվագույն հոգեվորականներ, որոնցից նաեւ միգուցե այսօր այնտեղ էին եւ փորձում էին պաշտպանել, բայց իրենք ոչ թե փորձում էին պաշտպանել, ես վստահ չեմ, որ այդ մարդիկ գիտակցում են ամբողջությամբ, թե
ինչքան լրջորեն են իրենց որոշ հոգևորականներ անվանող մարդիկ վտանգում պետությունը։ Նրանք չեն գիտակցում։ Այո, նրանք չեն գիտակցում եւ այն մյուս հոգևորականները, ովքեր որ այսօր փորձում էին ոչ թե պաշտպանել, այլ թույլ չտալ, որ Միքայել Աճապահյանին այդ ձևով տանեն մայրաթորից։ Ես չեմ արդարացնում ոչ մեկի, բայց մենք պետք է հասկանանք, որ այնպես չի, որ բոլորը խորապես գիտակցում են process-ների լրջությունը, եւ այնպես չի, որ բոլորը ինֆորմացված են, եւ այնպես չի, որ բոլորը քաղաքականության մեջ ընդգրկված են։ Օրինակ, ես ձեր եթերին գալուց առաջ նամակ ստացա իմ ընկերներից մեկից, ում հետ որ ծանոթացել եմ 15-17 տարի առաջ եւ այնուհետեւ այնպես է ստացվել, որ տվյալ անձը սերտ կապեր ունի հոգևորականներից ոմանց հետ եւ որոշակի ծառայություն է մատուցում նաեւ եկեղեցուն եւ ես հստակ հասկացա նամակից, որ այդ անձը չի գիտակցում, թե ինչ է կատարվում եւ սա նորմալ է, որովհետեւ բոլորի համար չլսված է, երբ եկեղեցին մտնում է քաղաքական process-ի մեջ նման ձևով եւ հեղաշրջման կոչ է անում կանգնել մարդկանց խմբի կողքին, ովքեր որ ում վրա որ գրված է տասնյակ քաղաքական սպանություններ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ երեկվա ձերբակալվածների մեջ կան մարդիկ, ովքեր որ առաջի անգամ չի, որ ահաբեկչության թեմատիկայով են անցնում։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել 95 թե 6 թվականին, երբ ուզում էին պայթեցնել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնաթիռը եւ այնտեղ մարդիկ էին ձերբակալվել։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել այս վերջի 6-7 տարիների ընթացքում սա արդեն ես իմ որերորդ տերորիստական ակտի փորձներ այս իշխանությունների նկատմամբ եւ գիտեք դերակատարները միշտ նույնն են, ուղղակի գիտեք ինչ է ավելացել, իրանք այնքան սրբապիղծ են եւ այնքան պատրաստ ամեն ինչի եւ հավատքի հետ կապ չունեցող, որ այս ողջ գործընթացին խառնեցին նաեւ եկեղեցուն եւ հոգեվորականներին։ Պարոն Հակոբյան, Պարոն Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն են հայտարարություն են տարածել։ Էդմոն Մարուքյանը ասում է, որ պատրաստ է հրաժարվել վարչապետի թեկնածու լինելուց, իսկ Աղազարյանը եւ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Աճապահյանի թեկնածությունը որպես վարչապետ, կոչ է անում բոլոր ընդդիմադիր իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը, հարցը բերել խորհրդարան սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։ Դեմ եք Աճապահյանի վարչապետին։ Վատ չի եւ գիտեք նոր առաջի անգամ լսեցի, երևի նոր են արել հայտարարություն, ես չգիտեմ, բայց այս հայտարարությունը ամբողջացնում է նաեւ այն ինչը մենք ունենք։ Երեք ձերբակալվել է հոգեվորական, որը փաստորեն տերորիստական ակտ էր ուզում կազմակերպել եւ սպանել իր հոտի որոշ անդամների, մի մասին սպանել, դե մյուս մասին էլ էշուանասուն էր անվանում։ Այսօր էլ ունենք արդեն վարչապետի թեկնածու հոգևորական թեմի առաջնորդ, ով որ հեղաշրջման եւ զենքով իշխանությունը վերցնելու կոչեր էր անում եւ ես կարծում եմ այս պատկերը ամբողջանում է արդեն ես նորմալ եմ գնահատում մենակ պարզվի որ Աճապահյանը մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է չդառնա որ այլ երկրի քաղաքացիություն էլ ունի չնայած պետքա ուշադիր լինել այստեղ Այդ շատ լավ պրակտիկա է մեզ մոտ Արդեն որերորդ երկքաղաքացի կամ եռաքաղաքացի վարչապետի թեկնածուն ենք ունեմ շատ հետաքրքիր եւ արդեն երկրորդ սրբազան վարչապետի թեկնածուն ենք ունենում հուսամ որ Միքայել Աճապահյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ վերջինը չի գնում Գարեգին երկրորդը
Եվ այո, այն մարդիկ էլ, որ ասում են ոչ իժային կառույցներ իրավունք չունեն մուտք գործել մայրաթորի տարածք եւ հոգեվոր վերնախավնել սուրբ է, իրենց չկարող դիպչել, մարդը չի գնում։ Հետո ինչ է լինում։ Կտեսնենք, բայց ես տոնից հարցը կրկնում եմ։ Հիմա այն հոգևորականները, ովքեր որ պնդում են, որ իրենք կուսակրոն են, հիմա կուսակրոն են, թե չէ։ Հիմա այն հոգևորականը, որը որ առաջնորդել է իր հոտին կուսակրոնության ուխտը պահելու երդմամբ նաև քողարկված։ Եվ առաջնորդելու հնարավորություն ունեցել է, քանի որ նա կուսակրոն է։ Այո, իհարկե։ Հիմա ինքը կուսակրոն է, թե չէ։ Եթե ինքը կուսակրոն չի, ուրեմն ինքը լեգիտիմ չի։ Եվ ես մեծ ցավով եմ արձանագրում, շատ մեծագույն ցավով եմ արձանագրում, որ մենք ունենք այսպիսի իրավիճակ։ Բայց նաև ամբողջացնելով այս ողջ պատմությունը, ուզում եմ նշել, որ արդեն տարիներ շարունակ մարդիկ, ովքեր որ այս process-ի մեջ են հենց հիմա դերակատարներ են, նրանք բոլոր հնարավոր եւ անհնար առիթներով եղել են այս իշխանության ընդդիմադիր process-ի մեջ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ հիմա այնտեղ են, երեք Բագրատ Գալստանյանի դատարանի, որտեղ որ դատարանի արչև էին, դրանից առաջ չգիտեմ ես ին որ շարժման կիզակետում էին, դրանք այն մարդիկ են, ովքեր որ 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հաջորդ օրը եղել են փողոցում։ Արդեն հաջորդ օրը մենք հələ ոչ մի բան չենք էլ հասցրել վարչապետն էլ չերել ադապտացվել ոչ մի բանի, բայց նրանք արդեն փողոցում էին եւ ասում էին, որ հողերն են տալու եւ այլ։ Այդ նույն մարդիկ են, նույն ձեռագիրն են, նույն ուժային կենտրոններն են, բայց ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հարատև է եւ մեր պետականությունը հարատև է եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ամենատարբեր շարժումների տակ ոնց ուզում եք անվանեք, որոշել են, որ Հայաստանը պետք է չունենա պետականություն, նրանք մոխրանալու են եւ նրանք ավարտվելու են որպես դերակատարներ, քաղաքական դերակատարներ, որովհետեւ պետությունը եւ անկախությունը բացարձակ արժեքներ են եւ սրբություններ են եւ ես վստահ եմ, որ դա հասարակության մեծ մասի, ամբողջ հասարակության մեծ մասի համար այդպես է եւ այս բոլոր ջղաձգումները ուղղված են մեր պետականության դեմ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։